Թիմ Եվրոպայի մասին։ Թիմ Եվրոպա գաղափարն ի սկզբանե հղացել է որպես COVID-19 համավարակին Եվրոպական միության միասնական արձագանքն ուղենշող մոտեցում, ապա այն աստիճանաբար վերածվել է շոշափելի, փոխակերպող ազդեցություն ունենալու նպատակին ծառայող համատեղ նախաձեռնությունների ձևաչափի, որը ծրագրերի մասշտաբն ընդլայնելով կոնկրետ ոլորտների շուրջ է համախմբում ԵՄ-ի, նրա անդամ պետությունների, արտաքին գործընկերների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ջանքերը։ Թիմ Եվրոպա մոտեցումը։ Աշխատում ենք ավելի լավ միասին 3 բաղադրիչով։ Առաջին՝ մասշտաբ, համակարգելով աշխատանքները և համադրելով ռեսուրսները, փորձագիտական ներուժն ու գործիքակազմերը։ Երկրորդ՝ ֆոկուս, դառնալով ընտրված համատեղ առաջնահերթությունների իրականացման համար հիմնական գործընկեր։ Երրորդ՝ տեսանելիություն, միավորելով ջանքերը գործընկեր պետություններին ներկայացնելու եվրոպական արժեքները և Թիմ Եվրոպա նախաձեռնությունների ազդեցությունն ու ստեղծած հավելյալ արժեքը։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության մասին։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև արտաքին գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս Թիմ Եվրոպա նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, համահունչ մարզային և տեղական իշխանությունների կողմից նախանշված Սյունիքի զարգացման ռազմավարությանը։ Նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է, այն կարող է ընդլայնվել և բաց է ԵՄ անդամ պետությունների համար միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 միլիոն եվրո։ Այն կարող է հետագայում ավելանալ։ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու Սյունիքում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային կանաչ զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար բարելավված գործարար միջավայրի և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակի հիմնական թիրախները։ ՄՓՄՁ զարգացում։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքում կապահովվի սկսնակ ձեռնարկությունների, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների կարողությունների զարգացում, բիզնեսների աջակցության ոչ ֆինանսական ծառայությունների հասանելիության աճ, սկսնակ ձեռնարկությունների, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների, նորարարական և հեռանկարային ներդրումներին աջակցող ֆինանսական ծառայությունների և գործիքների հասանելիության աճ։ Եվրոպական միությունը և Ավստրիան պլանավորում են շոշափելի աջակցություն ցուցաբերել ՄՓՄԾ-ների զարգացմանը Սյունիքում։ Հմտություններ և աշխատունակություն։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքում կբարձրանա երիտասարդների և խոցելի խմբերի աշխատունակությունը և կբարելավվեն բնակչության գործարար հմտությունները։ Ֆրանսիան, Ավստրիան, Գերմանիան և Շվեյցարիան արդեն իսկ ֆինանսավորում և իրականացնում են Սյունիքում հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ Եվրոպական միությունը, Ավստրիան և Ֆրանսիան նախատեսում են այս ոլորտում հետագա աջակցություն։ Քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնման նպատակի հիմնական թիրախները։ Կրթություն։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքի մարզի աշակերտների համար կընդլայնվի հանրակրթական և արտադպրոցական կրթական ծառայությունների հասանելիությունը։ Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում են զգալի աջակցություն տրամադրել մարզում կրթության ոլորտի բարեփոխումներին։ Սոցիալական ծառայություններ։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքի ողջ տարածքում խոցելի խմբերի համար կբարելավվի համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիությունը։ Եվրոպական միությունը և Գերմանիան արդեն իսկ աջակցում են խոցելի խմբերի համար տեղական սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև այս ոլորտում Եվրոպական միությունը հավելյալ շոշափելի աջակցություն է ծրագրում, իսկ Ֆրանսիայի կողմից ապակենտրոնացված համագործակցության շրջանակում նախատեսվում է աջակցություն առողջապահության ոլորտում։ Կայուն կանաչ հանրային ենթակառուցվածքներ։
Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքում հանրային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները կբարելավվեն, եւ կայուն եւ կանաչ հանրային ենթակառուցվածքների մեջ կատարվող ներդրումները զգալիորեն կաճեն։ Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում արդեն իսկ Եվրոպական միության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի կողմից աջակցություն է տրամադրվում համայնքային փոքրածավալ ենթակառուցվածքների բարելավման ուղղված ու էներգախնայող լուծումներ առաջարկող ծրագրերի։ Եվրոպական միությունը եւ Ավստրիան պլանավորում են հավելյալ աջակցություն ցուցաբերել Սյունիքում համայնքային ենթակառուցվածքների բարելավման եւ էներգաարդյունավետ լուծումների կիրառման համար։ Լավ տեղական կառավարում, քաղաքացիների մասնակցություն։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքում կամրապնդվեն տեղական տնտեսական զարգացման ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համայնքային կարողությունները։ Կզարգանան հանրային ծառայություններն արդյունավետ եւ թափանցիկ մատուցելու տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները։ Սյունիքում տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն իսկ օգտվում են Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության, Շվեդիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի ֆինանսավորմամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի ընձեռած հնարավորություններից։ Լեհաստանը եւ Շվեյցարիան այս ոլորտում լրացուցիչ ծրագրեր են նախատեսում իրականացնել։ Տարածքային կանաչ զարգացման մոտեցումների կիրառման եւ կենսաբազմազանության պահպանության, կայուն օգտագործման ու վերականգնման նպատակի հիմնական թիրախները։ Կանաչ գյուղատնտեսություն։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ Սյունիքում կանաչ գյուղատնտեսության մոտեցումների կիրառումն առավել լայն տարածում կգտնի։ Կայուն գյուղատնտեսական, անասնաբուծական արտադրական հզորությունները կմեծանան։ Եվրոպական միությունը եւ Ավստրիան ընթացիկ ծրագրերի շրջանակում աջակցում են մարզում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։ Բնական ռեսուրսների կայուն կառավարում։ Մենք ակնկալում ենք, որ Թիմ Եվրոպա նախաձեռնության շնորհիվ կամրապնդվի անտառահատումներից զերծ կլիմայի փոփոխությունների հարմարվողականության միջոցառումներ իրականացնող եւ էկոհամակարգերի վրա հիմնված բնական ռեսուրսների կառավարման գործելակերպ։ Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ֆինանսավորմամբ Սյունիքում այժմ իրականացվում են բնական ռեսուրսների կայուն կառավարմանն ուղղված ծրագրեր։ Այս ոլորտում հավելյալ աջակցություն են ծրագրում տրամադրել Շվեդիան եւ Ֆրանսիան։